Անպատասխան որոշում կայացնելու համար ներկայացված բացարկի վերաբերյալ։ Խնդրեմ։ Պարոն Հարությունյան, ես ի սկզբանե էլ ասեցի, որ որևէ հանգամանք չկա, որ ինձ կաշկանդում է, բացարձակապես երբևիցե չեմ թաքցնում իմ հարաբերությունները մարդկանց հետ, նահանգ եղել է բարեդրացիական, եւ այդ առումով ես դու պատասխան տվեցի։ Ինչ վերաբերում այն հարցին, որ դուք ասում եք, չգիտեմ, համախոհ ծփնյալ ընկեր կամ չգիտեմ ինչ ունեք ուրիշ բառ ասեցիք, չեմ հիշում ինչ բառ ասեցիք, չեմ կարող ասել, ասենք դուք երբևիցե նմանատիպ կարգավիճակով եղել եք թե ոչ, ես կյանքում չեմ եղել, չկամ ու չեմ լինի, հիմա ընկերա ծփնյալ այդ բառը ես չեմ էլ պատկերացնում ոնց կարելի է դեպքում կիրառել։ Ինչ վերաբերում եմ հայտնած կարծիքներին, իմ հիշողությունը շատ լավն է, ես շատ ավիշն եմ ում մոտ եմ ասել, ինչ եմ ասել եւ ինչ կարծիք եմ հայտնել, թե այս գործի թե ուրիշ գործերի վերաբերյալ, դրա համար ի սկզբանե էլ ասեցի, որևէ հանգամանք չկա ինձ կաշկանդող, որ լինեմ անկողմնակալ մանաչար։ Շատ լավ, շնորհակալություն։ Այդ կարճ խնդրեմ։ Պարոն Հարապետյան, ես նշեցի, որ բառով Ներողություն, ընդհանուր միանգամից ամփոփեք, հա, վերջնական ձեռքերը։ Նշեցի, որ բառով կողմից չնչի, ծպտան ընկեր ասելով հետևյալն է։ Ես դա գրառով ներկայացրել եմ, որ այսպիսի բան ա եղել, եւ դուք նման կարծիքներ եք հայտնել։ Ծպտանը նրանում եք անում, թե արդյոք դուք այդ մասին խորհրդին, երբ որ դուք զեկուցող դատավոր եք նշանակել, ես համապատասխան միջնորդություն էի ներկայացրել, որ ինձ մասնակից սարքեմ, ես ես բացակի միջնորդությունն եմ։ Դուք այդ մասին ձեր գործընկերներին, ԲԴԽ մյուս անդամներին ասել եք, թե ոչ։ Դուք դա չհաստատեցիք, որ ասել եք։ Եթե դուք ասած լինեիք, որ ասել եք, այդ բառը չեք կիրառվի։ Ամեն դեպքում լավ ես անհարգալից կոնտեքստում այդ բառը չեմ օգտագործել։ Խոսքը դրա մասին է, այսինքն դեռ այն չգիտեմ, ախոս, այլ եմ ձեզ այդ թարծում, թե ոչ, թե ասել եք, որ գիտեք ինչ կա, ես եղել եմ ես մարդպետ, ես հարաբերություններում և առիթ եղել եմ անկարդիկ հայտնել։ Ես սարում է խնդիրը, եթե դուք հիմա ամեն դեպքում հաստատում եք, որ այդ հարաբերությունները մեր և ամեն դեպքում հաստատում եք, որ անկարդիկ եք հայտնել, դուք դրա մասին չասեցիք նաև ձեր հայտնած դիրքորոշումներում։ Ես մեկուցեմ դիրքորոշումը փոխեմ։ Դուք եթե ասեք, ես ունեցել եմ ես հարաբերությունները, հայտնել եմ ես կարծիքը ես միջավայրում, այսինքն հաստատեք իմ խոսքերը, ես նաև կմիանում գործընկերոջ դիրքորոշմանը։ Եվ միգուցե չհայտնում, ասեք այդ պայմաններում ես կարող եմ լինել օբյեկտիվ, անաչառ եւ այլն։ Պարոն Հարությունյան, ավելացնել էլի։ Հաշվի առնելով դուք նշեցիք, որ բարենպասական հարաբերություններ կնեցինք, տարիների մեր ճանաչելիությունը դες պետք է ասենք, դուք վստահ լինեիք, որ ես միանշանակ դա ասել եմ ու միանշանակ լինել եմ անաչառ, դա մասից խոսքը չի կարող լինել։ Ինչ վերաբերում է դուք բացառական, թե չէ դա ձեր իրավունքն է, դուք գիտեք, ես ասում եմ այն ինչ որ կա, ինչ որ իրականությունն է։ Մնացածը արդեն ձեր որոշելիքն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ասեցինք դիրքորոշումները, այժմ խորհրդարանում է խորհրդակցական սենյակ, համապատասխան որոշում կայացնելու։